Բարև ձեզ, հայկական ցեղասպանության 111-րդ ամյակը ոգեգոչելու համար Մեծն Մոնտրեալի մեջ կազմակերպված են իրարահաջորդ ձեռնարկներ, որոնք ընթացք կառնեն 5 շաբթի ապրիլ 23-ին մինչև շաբաթ ապրիլի 25-ը։ Այս մասին այսօր կանդրադառնան Քեբեկի հայ համայնքի Միացյալ Մարմնի ադենաբեդ Վիգեն Սարգսյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Հոմենետ Մենեն և Հոբ Փենետմենեն։ Ուրեմն պիտի ներկայացնեմ 3 միջոցառումները, որ տեղի պիտի ունենան։ Առաջինը 5 շաբթի 23 ապրիլ առավոտյան ժամը 10-ին սկսյալ քայլարշավ տեղի պիտի ունենա թեպի Մորիալի հուշարձանը, մասնակցությամբ ամենօրյա 3 վարժարաններուն՝ Հոպենտմեն Ալեք Մանուկյան վարժարանի, Սուրբ Հակոբ վարժարանի և Սուրբ Նարեկ վարժարանի աշակերտության։ Այսօրվան ձեռնարկը պիտի ըլլա զուտ աշակերտական եւ նպատակը այն է, որ աշակերտները, երիտասարդները իրենք լան պատգամապերները այդ օրվան, որովհետեւ ներկա սերունդը միայն բարձ հանդիսադեսը չէ, բարձ ներկա չէ նման միջոցառումներու ընթացքին, այլ իրենք պիտի ըլլան շարունակող այս պայքարը եւ փոխանցող սերունդ է սերունդ։ Երկրորդը դեղի պիտի ունենա ուրբաթ 24 ապրիլին Լավալի մեջ երեկոյան ժամը 6-ին Ուրեմն քայլարշավ դարձյալ դեղի պիտի ունենա, պիտի սկսի Սուրբ Գևորգ եկեղեցիեն, թեպի Սանտրարմենի, ապա Սանտրարմենիեն բոլոր ամբողջը պիտի ուղղվին թեպի նոր դեղատրված վայրը Լավալի հուշարձանի, ու դարձյալ դեղի պիտի ունենա գոգիկ գեղարվեստական հայտակիրմը եւ փակումը պիտի կատարվի մոմավարությամբ։ Նաեւ պիտի մասնակցին սկաուտական խումբերը։ Քալով եզրափակիչ ձեռնարկին պաշտոնական արարողության շաբաթ 25 ապրիլին երեկոյան ժամը 7-ին Հոպենտմեն Ալեք Մանուկյան գետրոնեն ներս օրվա պատգամապերը պիտի ըլլա ուրեմն Վսեմաշուկ Դիար Ստեֆան Դիոն Կանադայի արտաքին գործոց նախկին նախարար նաև ներկա պիտի ըլլան դարբեր քաղաքական թեմքեր եւ իրենց ներկայությունը շատ կարեւոր է որտեղ գվգայե մեր բայկարի մեր գոչի կարևորությունը միջազգային մակարդակի վրա նաև գեղարվեստական հայտակիր դեղի պիտի ունենա դպրոցներու աշակերտներու մասնակցությամբ եւ դարբեր արվեստագետներու մասնակցությամբ։ Սույն միջոցառումներու աշխատանքը մինչև օրս կշարունակվի բոլոր գազམ་ակերպիչ հանձնախումբերու կողմէ եւ հեզասահ ընթացքում ունի։ Ուրեմն նման ցերնակներ գաբը կհանդիսանան ներկայի եւ անցյալի միջև ապակա եւ բոլորիս կոչն է եւ լիահույս ենք, որ բոլոր հայությունը ներկա պիտի գտնվի թե Մոնրեալահայ, թե Լավալահայ, որովհետեւ այս ներկայությամբ է, որ մենք կշարունակենք ոգեգոչել մեր հայոց ցեղասպանության սրբատասյալ նահատակներուն հիշատակը եւ հասնելու մեր պահանջին եւ արդարության։ Այս տարի Հոմենտմեն Կամփ Մոնտրեալ մասնաճյուղը հայկական ցեղասպանության 111-րդ ամյակին արդիվ ուզեց իր ներդրումը բերել մարզական ոգիով եւ համագործակցաբար Լավալի մասնաճյուղին հետ ուզեցին 5 կիլոմետրի վազք կազմակերպել։ Ուրեմն վազքը դեղի պիտի ունենա ապրիլ 25-ին եւ պիտի հավաքվենք Մոնտրեալի հայկական ցեղասպանության հուշարձանին ժամը 12-ին կեսօրվա։ Եվ նպատակն է մինչև հասնենք Լավալի հուշարձանը։ Եվ նաև եթե հետաքրքրված անդամներ ունենք, որոնք կուզեն օգնել շտաբ օգնության հետ կամ սնունդ հասցնելու լաչուր կամ բդուղի մոդիցեք վարչության եւ հրավերը բաց է անշուշտ բոլորին հայը լաուդարը լա բոլորը բարի եկած են։ Այս տարվան պատգամը հստակ է։ Մեր միասնությունը քաղաքական միադեսագություն չէ, այլ գիտակցված ընդրություն, կանգնելու միասին նույն արժեքներու շուրջ մենք կմիանանք, բանջելու հայոց ցեղասպանության ճանաչումը եւ արդարությունը, հաստատելու մեր բանջարությունը, պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը եւ պահպանելու մեր ազգային արժեքները, մեր լեզուն, մեր եկեղեցին եւ մեր ինքնության խորհրդանիշերը, ինչպես Արարատը։ Այս միասնությունը ոչ թե խուսափում է դարբերությունների, այլ ծնունդ կառնե այն համոզում են, որ ներկայությունը ինքնին պատասխան է։ Այսօր երկիրը ծանր վիճակի մեջ է եւ այդ ծանրությունը մենք եւս մեր ուսերուն վրա կառնենք եւ
գուզենք, որ երկիրը միշտ լապարկավաճ, առողջ եւ մանավանդ հիշադակը միշտ անմար պետք է մնա ցեղասպանությանեն զոհված հայերուն եւ նաեւ արցախահայության, նաեւ մեր փանդարգյաններուն, որոնք այսօր բավական երկարատեն է որ անորեն գերբով փանդարգված են Բաքուի մեջ, այս բոլորը մեր բոլորին բարդականությունն է դերելալ եւ փոխանցել առաջիկա սերունդին։ Լերանանջին խորանիրում են ֆիդայիներ հավիտյան, ազատ կնել մի սիրում են զավակները բնության, եկե գնանք հայաղջիկներ, հասնինք այնտեղ սիմլերան, ազգի պաշտպան ֆեդայիներ մեզի համար քուն մտան, եկե գնանք հայաղջիկներ, հասնինք այնտեղ սիմլերան, ազգի պաշտպան ֆեդայիներ մեզի համար քուն մտան։ Հասնին քաջան սուրբ գերեզման հապին կարուցում կաչքերից մեր հայրենյաց հողին պաշտպան զրկվեց հանգը քաջերից ահա հասանք հայորյորդներ երկենք մեղմիկ միասին ցանենք սաղիկ թափենք կարուցում հարգանք նրան սուրբ շիրմին ահա հասանք հայորյորդներ երկենք մեղմիկ միասին ցանենք ծաղիկ թափենք կարուցում հարգանք նրան սուրբ շիրմին Արման Հովանեսյան բարձր ծափարենք մեր լեգենդար Ներսինգի Սպիրիան Ասակ իրեն շիրմին վարդման ու շահագամ է խաղակից երդվենք նրանց հիշատակին չվախենանք տանջանքից մեզի համար զոհ գնացին Սիմոնի պես մեկ հաջեր խորնջում են Ղարաբաղի ազատության մարդիկներ մեզի համար զոհ գնացին թաթուլի պես վեքաջեր խորնջում են լեռնահան լանջին ազատության Հայ հորիզոն ցեսի հետ այսօր Մոնտրեալի հայ գետրոնի Հայկ Մարկարյան հոմենետ մեն գամք մարզասրահեններս այսօր հոստեղի գունենա Սուրբ Հակոբ առաջնորդանիստ մայր եկեղեցվո կորձատիր մարմնին գազմագերբած ձաղգազարդի դոնագադարությունը փոքրիկներուն համար ինչպես որ գտեսնեք հոց բազմությունը այսօր հոս ներկա է շատ խանդավառ է մտնոլորտը 250 փոքրիկներ իրենց ծնողներով Եվ մեծ թիվով գամավորներ այսօր կովկովի եկած են միասնապար հաջողցնելու այս շատ գեղեցիկ
ավանդությունը։ Նանիգիս, Էստեբրինա բաստագիս, Գերդամ ջուդիկիս, Հույնս կույն հավգիտներ, նվեր բոլորիս։ Երեխաներ հավաքված, թակատոկ է օնհարած, զատիկ է սուցադիկ, դոն է բոլորիս, թեղին գարմիր ներգերով, ներգենք երեսնիս, գարմիր հավգիտ կույրիգիս, թեղին հավգիտ տատիգիս, Էստեբրինա բաստագիս, Գերդամ ջուդիկիս, հույնս կույն հավգիտներ, նվեր բոլորիս, գարմիր հավգիտ կույրիգիս, թեղին հավգիտ նանիգիս, Էստեբրինա բաստագիս, Գերդամ ջուդիկիս, հույնս կույն հավգիտներ, նվեր բոլորիս։ Նախաձաղգազարդյան փոքրիկներու հավաքույթը գազմագարբած ենք Սուրբ Հակոբ եկեղեցու կորզատիր մարմնի հանցախումբին կողմէ։ Այսինքն որբեսի բզդիկներուն այս զաղգազարդի մտնոլորդին մեջ մտնեն, գիտնան ինչ է զաղգազարդ, զադիկ եւ այլն։ Ուրեմն այսօր փոքրիկներ 3-ին 12 տարեկան փոքրիկներ այսօր մեր հետ են։ Ուրեմն իրենց այսօր պիտի ընեն ցերային միասին պիտի ենք ցերային աշխատանք, անշուշտ բոլորը զաղգազարդի թեմին շուրջ։ Վերջը պիտի ունենանք թատրոն, որ ասանք տասյարակչական բացատրություն ալգա մեջը աս դոնին շուրջ։ Վերջը պիտի ունենանք նաբիգի այցելություն, թակատոկե, պիտի գազմենք ցերայինե գանտեղներ, լանտերներ, որոնք վարելով միասին թափորով պիտի երթանք դեպի Սուրբ Հակոբ եկեղեցի, դեր հայրն ալ մեզի պիտի ընկերակցի։ Եկեղեցին մեզի հետ պիտի լա եկեղեցու նորձաղիկ մանկաբադենեգան երգչախումբը եւ իրենց հետ միասին հոնդեղ անագնգալալ պիտի ունենան փոքրիկները եւ այդպիսով պիտի մեկնին ժպիտներով դեպի դուն։ Արիցեն գուզեմ օգտվել ասել, որ ով որ փապակը ունի նորձաղիկ եկեղեցու երգչախումբին մաս կազմել, գրնա գապվել մեր եկեղեցու գրասենյակ։ Սանամ վստահ եմ, որ այսպիսի աշխատանքը բավական մեծ թիվով օժանդակ անձեր գուզեք, վոլոնտիրներու պետք ունիք, ինչպես ընթացավ հանձնախումբի աշխատանքը։ Ուրեմն մենք հատուկ աս ցերնարգին համար 12 հոգի է ապաղացած գամավորներու կոմիտեմը հանձնախումբը գազմեցինք եւ շաբաթներեի վեր աշխատենք, որ աս փոքրիկներուն աս 2 ժամվա ընթացքին ուրախ մտնոլորտը ստեղծենք։ Գուզեմ ասել, որ աս ցերնարգը բոլորով ինձերի էր մասնակցողներուն համար, շնորհակալ ենք ադորամար անշուշտ մեր Սուրբ Հակոբ եկեղեցու հոգապարծության։ Ուրեմն այսպես շնորհակալ ենք բոլոր անդամներուն, որ աշխատեցան աս հանձնախումբին մեջ, բոլորը իրենց ժամանակը գուտան, շնորհակալ ենք ադորամար։ Շատ շնորհակալ ենք Սանան, ձեր վարձ կգադան։ Շատ մերսի Տամար։ Ay, esa
Աստվածորդն է։ Դեր հայր վստահ եմ, որ ծեր ալդրամատրությունները այսօր շատ բարձր են, ասկան փոքրիկներ, եկեղեցին համար աս կորզաթիր մարմնի դարած աշխատանքը զիրենք հավաքելով եւ օրվան խորհուրդը փոխանցելով ինչպես կքնահատեք։ Եկեղեցու կորզաթիր մարմինի այս աշխատանքը շատ կարևոր է։ Եվ մեր փոքրիկներուն համախմբվելը եկեղեցու Հովանին ներքև անոնց հոգիներուն մեջ գծանե հունդերը հայ եկեղեցու հանդեպ հարկանքի ավելի սիրո եւ մենք կհավատանք, որ ավակասերունը այսօրվան է պետք է պատրաստվի, որովհետեւ դակավին նոր մեծ բաուց շրջանին վերջավորության խորհրդածությունը կատարեցի մեր կաթողիկոսներեն Կարեկին Հովսեփյանցի մեկ հոդվածին վրա, որուն վերնակիրն է մեր հոգևոր հայրենիքը։ Հայ եկեղեցին մեր հոգևոր հայրենիքն է եւ փոքրիկները սկիզբեն պետք է ադիգա սորվին եւ այսպես ուրախության մտնորդի մեջ հասկանան, որ այդ հայրենիքի մեջ ըլլալը իրապես ուրախացուցիչ է։ Դեր հայր ինչ է ծեր բացկամը Զարգազարդի տոնին հետ ուղված մեր փոքրիկներուն։ Նախ որ մեր փոքրիկները, ընդհանրապես փոքրիկները գխորհրդանշեն հոգևոր մակրությունը, մակրամակրությունը բիդսեի։ Ադոր համար է, որ Իսուս մանուկները արած է օրինակ որպես խոնարհության եւ մեծերը այս արիթով նաեւ փոքրիկներուն շնորհիվ նաեւ իրենք կմանկանան, գտնեն իրենց ներքին բարձությունը եւ որ ջամփամն է դեպի այդ ներքին մակրություն։ Շատ կարեւոր է մեր եկեղեցու կորզաթիր մարմինին նպատակն է, որ դարվա ընթացքին նման դարբերակ ձեռնարկներ կազմակերպեն եւ մեր մանուկները համախմբեն եկեղեցու ուրեմն Հովանիի ներքև նույն հավատամքով, որ մեր աբական գախյալ է մեր փոքրիկներու պատրաստությունն։ Շատ շնորհակալ ենք ձեր բոլորին վարձ կգան։ Շնորհակալություն ցեզի։ Շատ ես գիտեմ, որ շատ բարի ես իմ անուշիկ նաբաստակ ես գիտեմ, որ շատ բարի ես իմ անուշիկ նաբաստակ la 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 ես գիտեմ, որ շատ բարի ես իմ անուշիկ նաբաստակ այ նաբաստակ նաբաստակ այ նաբաստակ Գտեսնեմ, որ երկար թաթարայի հետ քագարագանոր, որ միան երկրորդ տարին է, մեծ հաջողություն կդածի արդեն։ Այո, ուրախ ենք, որ ասիգա գլա, ի դարբերություն անցյալ դարվա ասալ նշեմ, անցյալ դարի մեգեն 12 դարեգաներ, իսկ այս դարի նույն թիվ ունին 250 բզդիկ կապասիտեին չափ, բայց 3-12 դարեգան։
որոնք բոլորն ալ պիտի կան եւ իրենց ծերային աշխատանքը պիտնեն, որովհետեւ այս ծերային աշխատանքը դանին ցանգաբադին վրա ցենեն եւ բոլորը միասին թափորով եկեղեցի երթան ի պատրաստություն վաղվա զարգազարդյան թափորին, որ պետք է կան եւ մասնակցին։ Մենք կգարձենք, որ ասիկա գենսական է եւ մանավանդ վերջին 2 տարիներում մեջ երբ որ դպրոցներում մեջ այլևս Կեբեկի դպրոցների մեջ գրոնի տասավանդություն չլար, որը մենք ստիպված ենք մեր հավատալիքները, մեր երդասարդ սերունդին փոխանցելու դարբեր ծևեր մտածելով։ Ասիկա այն ծևերեն մեկն է։ Ինչու այսօր եւ ինչու զարգազարդեն մեկ օր առաջ, որովհետեւ գուզենք բզդիկներուն հիշեցնել զարգազարդը եւ մեծերուն ալ հիշեցնել, որ քալ շաբաթ ավակ շաբաթ է եւ մենք բոլորս Քրիստոսի հարության կպատրաստվենք։ Ինչ ունի սսելիք ընդհանուր առմամբ հանձնախումբին դարած աշխատանքի մասին։ Իսկապես ամեն տարի իմ կորձս ավելի թեթևնա, որովհետև հանձնախումբի բոլոր անդամները մեծ ժառանգությամբ եւ շատ մանրագորգորեն գազմագերբեն ասիգա եւ իրենք բոլորն ալ նվիրված են եւ բոլորն ալ գահավադան ասոր, որ նոր սերունդն է, որ պետք է մեր հայ ինքնության կարևոր լալու մեր հոգևոր կյանքի մասին քահապարնա եւ մենք պետք է որ ասիգա իրենց փոխանցենք։ Շատ շնորհակալ ենք, ձեր բոլորին բաց կգա։ Մերսի Թամար։
Ծաղկազարդի այս շատ գեղեցիկ օրով գողջունենք ցեզի սիրելի հայ հորիզոնի հետևորդներ։ Եվ ինչպես ամեն տարի մեր ավանդությունն է նաև ցեզի հետ բաժնել եկեղեցական արարողություններ, ինչպես նաև հայ օգուտության միության պատրաստած շատ գեղեցիկ գողովներու եւ քունակեղ հավգիտներու ներկայացումը եւ վաճառքը սրահներեն ներս։ Սկսենք ուրեմն Սուրբ Հակոբ առաջնորդանից Մայր եկեղեցիեն։ Ինչպես կընտանավաճառքը այսօր։ Շատ լավ Թամար, արդեն ինչպես որ գտեսնես բավական գովներ պատրաստած էինք եւ բավական արդեն ծախվեցավ բոլորին բարձ կգադար բոլոր ընկերներուն։ Ինչ կբարունագեն գողովները։ Ամեն տեսակ բան ունի գողովները այս տարի չորեք անշուշտ, շոկոլաներ, խաղալիքներ երիտասարդներուն համար, բզդիկներուն համար, ուրիշ ունենք մյուս կողմը նազուկ, բզդիկ չորեկներ, բաթոն սալե, ամեն տեսակ անուշեղեն գա նորեն այս տարի։ Շատ գեղեցիկ գողովներ ունենք, ծաղիկներով ամփոփված, ռիբոններով ամփոփված, շատ գեղեցիկ։ Վստահ եմ, որ հանձնախումբը բավական ադեն ասոնց պատրաստության մեջ էր։ Այո, բավական արդեն մեկ ամիս է գրեթե սկսած էինք, քնումները բոլորը եղավ եւ պատրաստելու սկսանք այս շաբաթ 3 պատրաստեցինք գրեթե բոլոր գողովները։ Ընդհանուրը քանի գողով գա։ 140 գողով գա, 120 շինեցինք եւ մերին բասկահայ հոմուհիները իրենք ալ ուրիշ գողով շինեցին ազդվան համար, այո նվերբերին, վերով 140 գողով։ Եվ Մարլեն, ինչ որ գիտեմ, ամեն տարի գրեթե լման գողովները կսպարեք։ Գրեթե այո, լմանը կսպարվի եւ արդեն շատ արագ կծախվի բոլոր գողովները։ Այո։ Ձեր մաղթանքը Ծաղկազարդի արդիվ։ Բարի Ծաղկազարդ բոլորին, առողջություն եւ ուրախ օրեր քեզի Թամար վարձ կգադար։ Այո, բարի Ծաղկազարդ ամենուն։ Շատ շնորհակալ ենք ձեր վարձ կգադար։ Մերսի Թամար, մերսի։ Բարև Տինա։ Բարև, ինչ ես։ Շատ լավ։ Տինա, որքան է, ինչ է, դարիքը ինչ է։ 18 ամսի եղավ Մայան։ Մայա, հայ Մայա, մեկ հատ բայ է։ Մեկը հայից է։ Շատ համովիկ է։ Գտեսնեմ Ծաղկազարդի արդիվ ներկայես, քեզի համար ինչու կարևոր է։ Ինձ համար շատ կարևոր է բզդիգես, որ գիտնա ամեն մեր դոները քրիստոնեության մոտ բահեմ իրեն
եւ աս ավանդությունները շարունակենք բզդիկներուն հայ բահենք So մենք մեծածադեն ամեն տարի գուքայինք եւ կարեւոր է որ մեր բզդիկներուն անուն անենք Այո, շատ շնորհակալ ենք։ Մայա մեկա բայսը Բայրե մեկա։ Աբրիս, բաչի։ Աբե։ Բարև Սարա։ Հարև Գտեսնեմ շատ անուշիկ աղջիկդ բերած ես այսօր ինչ է անունը։ Արև Բաստաջյան Օ, արևի բեսալ կեղեցիկ է։ Սարա քեզի համար այս ծաղկազարդի դոնը ինչ կնշանակե։ Շատ կարևոր բան է, այսինքն ամեն տարի բզդիկները գբերենք դղաս աղջիկս սովորություն է, մենք փոքր ենք, կհակվենք, գուքայինք, հիմա իրենց կարգն է, այս ավանդությունները պետք է բահենք սովորությունները, որովհետեւ իրենք ալ սորվին եւ նույն բաները են հետաքադարիներուն։ Շատ շնորհակալ եմ։ Մերսի Թամար։ Բայրե մեկաթոն, բայրե։ Բայրե։ Արևի։ Բայ։ Մարիա, գտեսնեմ դղակդ բերած ես, ինչ են ծեր անունները։ Նորեկ, Արեկ, Նարեկ եւ Արեկ։ Օ, ասինչ կեղեցիկ հայկական անուններ։ Մարիա Ծաղկազարդի դոնին արդիվ դու գտեսնեմ ներկա ես, այսօր քեզի համար ինչու կարևոր է։ Ամեն տարի կփորձեմ դղակս բերել Ծաղկազարդին եւ եկեղեցական դոներուն, որբեսի գիտեք երգիրը գաբրինք որ քիչ դժվարություն ու դագոր գրոնական ցևով դբրոցներում մեջ մանավանդ ուրեմն միակ ցևը բզդիկներուն աստծո եւ դունը բերելու համար այս ցևն է գարձեմ հիմա գու հիմա անշուշտ դունեն սկսի նաեւ գրթությունը եւ բոլոր բաները որ գնանք մեզ զավակներուն օրինակ բերել ուրեմն ադե գբերեմ ասանք դոներու որբեսի իրենք ներգա լան դեսնեն զանդարվես Հոյագապ շատ շնորհակալ ենք Բարի դատղադատ Աբրիս Բարև ընկերուհի Բարև գերուի Թամար Ընկերուհի ուրեմն գտեսնենք այս տարի եւս հոմը բավական հսկայական աշխատանք տարած է Ծաղկազարդի դոնին արդիվ ինչ է ծեր բացկամը Նախ գշնավորենք բարի Ծաղկազարդ այսօր եւ ինչու՞ չէ քաշապատ շնորհավոր Սուրբ Զադիկ առողջություն բոլորին եւ լավ տարի անցնենք շարունակենք հոմը իր կորձը գշարունակե իսկապես գոքանք ուրախանանք մեր զավակները մեր տոնիկները մեծով բզիկով գոքանք եկեղեցի մտնենք վերջը հոստերը գոքանք ասկունավոր զարդարանքները իրենց պատասխան աշխատանքը գվայելենք եւ իսկապես աչափ մեծ աշխատանք է որ գկնահատենք բոլորս Շատ շնորհակալ ենք Շնորհակալություն Մենք այժմ փոխադրվեցանք Լավալի Սուրբ Գևորգ եկեղեցի, ուր հայ գետրոնի գողքին գտնվող Բոն Պաստոր եկեղեցի մեջ հավաքված է հոտ սպազմությունը, ինչպես որ գտեսնեք, օրվան բադարակը գմադուցե արժանաբադիվ դեր Հակոբ Քյաթայանը, ուրեմն եկեք միասնապար հետևենք արարողության եւ թափորին։ Բարև Թամար, ինչպես ես։ Շատ լավ։ Զավեն, չեմ գիտեր, եթե իմ երևակայությունս է, այս տարի կարծեմ շատ ավելի մարդ կա։
Այդպես գետևի, այո, նույնիսկ թափորի ժամանակ, որ քիչ առաջ ըրինք մանուկների օրտնությունը, ճիշտ է ասած, ես աննկատեցի, որ շատ ավելի մանուկ կա այս տարի եւ ավելի երկար դեպեց թափորը կարծեմ, որ լավ նշան է։ Այո, շատ լավ նշան է։ Սել է կաղուտը երթալեն ավելի գծաղգի, լավալի կաղուտը, ինչ ունի սսելիք ծաղգազարտի աստոնին արդիվ։ Բնականաբար մեր մանուկներու եւ երդասարտներու օրն է այսօր, մեր մանուկները թող ավելի քունավոր ծաղկին, փայլուն աբակա ունենան եւ միշտ հիշենք, որ ծաղգազարտը Հիսուսի հաղթական մուտքն է դեպի Երուսաղեմ, որ գուզեմ բզիկ դրվակը մեջ բերել, որ անցյալը հայր Հակոբին հետ կխոսեի, սա նույնիսկ եթե մանուկներուն լրացնեք ժայրերը, քարերը պիտի խոսին, ուրեմն կարևորություն պետք է տանք մեր մանուկներուն, որ ճիշտ ճամփան, ճիշտ ճանապարհը բռնեն, գիտենք դուրսը որքան հագակարոշչական գեցվածներ կան եկեղեցու եւ քրիստոնեական անտեպ եւ մենք պետք է մեր հավատքին գարչած մնանք եւ մեր մանուկներուն ճիշտ եւ գունավոր ճանապարհը ցույց տանք։ Ուրեմն Զավեն, ընդհանուր առմամբ ծաղգազարտի զատկվա արդիվ ինչ է ձեր մաղթանքը։ Բնականաբար նորեն միտելա մեր համայնքին Մեծը Մոնտրեալի լավալի հայության Փարի եւ օրհնյալ ծաղգազարդ շնորհավոր Սուրբ Զադիկ Քրիստոս Արիավի մերելոց հիմա կունե գրնանգսել վասի գադար մեր հոգեվորականներուն մեր հոգեվոր հովիվին Աժամբադի դեր Հակոբ Քահանա Գեդայանին մեր եկեղեցու գարույցին որ ջիկ չեն խնայեր որ մեզի դարի ավելի զարգացած զարգազարդ ավակշապատ եւ սուբզատկվա արիտ դոն գպերեն մեր դիկնած կազմին Փանգալյան Սախոպին Սարգսակաց դրած տասին բոլորին վարձկե գադար մանավանդ մեր երդասարտական բաժանմունքին որ նորություններ գպերեն ուրեմն սերներ շնորհավոր սուբզադիկ ծեր բոլորին բարի եւ օրհնյալ զարգազարդ Տամար Կեզյանը նմանավես Շատ շնորհակալ ենք Պետրեմ շատ համովիկ զավակներդ բերածես, Արենը եւ Այլինը, քեզի համար ծաղգազարտի դոնը ինչու կարևոր է փոքրիկներուն համար։ Նախ Հիսուսին Երուսաղեմ մտնելն է հաղթական նորեն եւ ավանդություն է համար պետք է մեր բզիկներուն փոխանցենք մեր ավանդությունները հայկական կամ քրիստոնեական ավանդությունները նամանավանդ։ Քեզի համար հայկական եկեղեցի կալը ինչպիսի իսկացում է գսիրես։ Ավոր է պետք է կանք եկեղեցի հայերեն ես։ Այլին, թուն գսիրես ծաղգազարտի դոնը։ Այո, ինչպես որ Արենը եւ բաբասին գսեմ հոսքալ որ աղոթեմ եւ Հիսուսին հետ խոսեմ։ Բրիս Այլին, շատ շնորհակալ ենք։ Փարի ծաղգազարդ ծեր բոլորին։ Վերքին կտեսնեմ, որ շատ համովիկ Ռաֆայելը հետդ բերածես, քեզի համար ծաղգազարտի դոնը ինչու կարևոր է։ Կարևոր է, որովհետև կնշանակե, որ Հիսուս ետ մտավ Երուսաղեմ եւ Զադիկին համար մեծ բան է։ Դու բստիկ եղածադենը ծնող կտալ քեզի կփերեր։ Միշտ ամեն տարի եւ ուզեմ ինքնալ նույն մեր ավանդությունները հիշե եւ ինքնալ մեծնա այս ավանդություններով։ Շնորհավոր Սուրբ Ծաղգազարդ։ Կտեսնեմ սեր շատ համովիկ դղա կբերածեք, ինչ են անունները։ Մայքլ Քրիս եւ Արթուր։ Ձեզի համար ծաղգազարտի դոնը ինչու կարևոր է։ Հիսուսի մուտքը կորզեց դեպի Երուսաղեմ, գուզենք մեր եկեղեցի մեր ավանդությունները եկեղեցական սորվին եւ իրենք ալ հաջախեն եւ որ մեզանան։ Այս բստիկները երկուքը հոս Կանադա ծնած են։ Այո, 2024 եւ 2025։ Ուրեմն ինչպես կտեսնեք ձեր նոր կյանքը Կանադայի մեջ։ Շատ լավ, շատ ուրախ ենք, դաղակս հոս ծնան, սոմենի շատ լավ է, հուսամ մենք մեր կիծածի մեսա գրնակ մեծնել իրենց, մեր հայկական օրենքներով, ծևերով։ Այն Կանադեն, որ գհարկեք մեր ավանդությունները եւ գուկակ եկեղեցի, վախ չի գա, շատ շնորհակալ ենք։ Ձեզ մեծ շնորհակալ ենք։ Գտեսնեմ, որ ձեր թորնիկը բերածեք այս։ Այո, անպայման ասուրախ արիցին պետք է միշտ հավաքվենք։ Եկեղեցին շուրջ լա հայկական գաղութ, լա հայկական ինչ որ արիցը լա պետք է հավաքվենք միասին։ Ինչ է ձեր գարձիկը լավալի
եկեղեցին եւ հայ համայնքի մասին։ Հիմա լավալ եկեղեցին լավ է որ կհավաքվենք որ կոնե մասանք արիկներուն բոլորս միասին կհավաքենք որ աշխուժ են միշտ աշխատանքի մեջ են բոլորին վարձ կգադար Ձեր թորնիկին համար որքան կարևոր կտեսնեք ցաղազարդ կամ ավանդություններ հարգել։ Անշուշտ ավանդությունները պետք է հարգենք, միշտ պետք է մենք իրենց երևենք միշտ բերենք, որ գողքինը լանք որ իրենք շարունակեն աս ավանդությունները։ Շատ շնորհակալ ենք։ Մերսի։ Նախ կուզեմ շնորհավորել բոլորին ցաղազարտը, բարի ցաղազարտներ, լավ օրեր գմախտեմ։ Հատուկեն կուզեմ շնորհակալություն հայտնել հանձնախումբին, որ շատ գեղեցիկ ասպատրաստությունները տեսան, գաթան պատրաստեցին չերեգը գողովները։ Վաճառքնի շատ լավ է, հուսամ միշտ այսպես արադացերն լա մեր ժողովուրդը եւ լավ աշխատանք դարած է մեր ընկերուհիները, շնորհակալություն կհայտնենք եւ բարի դարիներ քույալ վարձ կտկադար։ Շատ շնորհակալ եմ։ Կարին ինչ ունեիք այս տարի, ասենք գողովները ինչպես արդարեցիք։ Այս տարի երկու դարբեր տեսակի գողովներ պատրաստած ենք, ունենք աբագի բնակներ, որ մեջը ծրած ենք չերեգ եւ շոկոլայի տեսակներ, ունենք գաթա դարբեր տեսակի եւ խաղալիքներ բզիկներուն համար։ Շատ լավ մտածած եք, ես ցեզի կհետևիմ շաբաթները ի վեր Կովկովի գուկա հանձնախումբը օրմը չերեգ կշինեն, օրմը հավգիտ կներգեն, իսկապես Ձեր բոլորի Հադանք մգդանեն գոր աղջիկները վարձկերնին դադա գադար հոմուին բարդականությունն է այս մեկը շատ ուրախ ենք որ այսպես մտնոլորդի մեջ ենք շնորհակալ Ընդհանուր առմամբ քանի գողով պատրաստած էիք Մոդավոր 50 գողով է ավելի պատրաստած էինք դարբեր չափերով անշուշտ եւ բոլորը մոդավորապես ծախված են արդեն Շատ շնորհակալ ենք բարի ցաղազարդ Նմանապես քեզի ալտամար շնորհակալ ենք Լիսա գտեսնեմ որ այս տարի նորություն է ասնաբիգի ներկայությունը Այո այս տարի փապակեցանք որ նորություն բերել Սուրբ Գևորգ եկեղեցու կողմէ ցաղազարտի արդիվ Աս քաղաքապարը հղացանք ես եւ Ջորջը ընկեր Ջորջը միասին որ իքնանի հետս հոգապարծու է որ ասմեկի իրականացնենք եւ շատ այսինքն շատ հաջող օրմա անցուցինք ծնողները իրենց բզդիկները աղբոր հակսուցած շատ աղբոր եկան եւ քաչալերեցին մեզի Ինչպես էր ծնողներուն ասենք թե վերապերմունքը աս քաղաքապարին հանդեպ Առաջին անգամը լալով շատ հոյակապ էր շատ խորներամ հավաքված են հոսմերքովը եւ շնորհակալ մենք շատ կուրաժ եղանք որ քալիկին նորեն փորձենք գնել ասնուն այսինքն երևույթը Հոյակապ քաղաքապար է գշնորհավոր եմ Տամար միան գուզեմ նորեն ասել հիշել որ այս մեկը դարեգան բիդելա բիդենենք այսօր առաջին օրն էր մեզի առաջին փորձառություններ ասեմ նաեւ բիդենենք քալ շաբաթ սուբսատկվա դոնին արդիվ եւ վստահ եմ որ ժողովուրդը մեզի բիդ քաչալեր ինչպես որ այսօր քաչալերեցին Շատ շնորհակալ եմ Ընտրեմ Փարիզադիկ Փարիզակազ Իսկ այժմ թույլ տվեք, որ հայ հորիզոնի անունով շնորհավորենք համայն հայության ցաղազարտի այս լուսավոր եւ օրհնյալ դոնը։ Թող ցաղազարտի օրհնությունը ձեր սրտերը լեցնե խաղաղությամբ, ձեր օջախները ջերմությամբ եւ ձեր ճանապարհները հույսով եւ փարությամբ։ Օսաննա, Օսաննա, օրհնյալ է ան, որ դուքա Տիրոջ անունով։ Եկեք միասին ասենք. Օսաննա, Օսաննա, օրհնյալ է ան
Բարև ձեզ, հայ հորիզոն ձեզի հետ է այսօր Մոնտրեալի Սուրբ Հակոբ ազգային վարժարանի Պաստերմաջյան սրահեն ներս։ Այսօր հոստեղի ունենա համազգային Քեբեկի Սանահին մասնաճյուղի Պետրոս Աթամյան Տադերախումբի փորձերեն մին։ Տադերախումբը կպատրաստվի ներկայացնելու 9 հայեր տադերախաղը, որ տեղի պիտի ունենա շաբաթ 18 եւ գիրագի 19 ապրիլի երեկոյան ժամը 7:30-ին Փեմատրությամբ դոկտոր Վիկեն Տյուֆենգջյանի։ Եկեք միասնապար լսենք կարծիքներ թերասաններեն։ Ես Արմինեն եմ եւ գխաղամ մորը թերը, ունիմ 3 զավակ եւ թատրոնին մեջ կա մայրս եւ հայրս։ Շատ հաճելի էր ինձ համար աս մորը թերը խաղալը եւ ցևով հավասարակշռության թերը խաղալը իմ ծնողքիս, այսինքն ավելի մեծ ժեներացիոնին եւ իմ զավակներուս ավելի փոքր ժեներացիոնին ամեն մեկուն առօրյա մտահոգությունները, իրենց փապակները թե զարգացնելու եւ թե ընտանեկան չեր մտնոլորտը բահելու համար։ Ուրեմն ես Ջանին թերը կխաղամ թատրոնի մեջ։ Ինձ համար շատ հետաքրքրական է, որովհետեւ անշուշտ ես զավակ չունիմ, բայց թատրոնի մեջ 3 զավակ ունիմ եւ դարբեր դժվարություններով կանցնեմ, որ զավակներս ինչ կուզեն, որ իմ ուզածս հագարակն են։ Եվ իմ նպատակս այդ է, որ այս փախումը, որ ունենք մեր մեջ, լուծումը գտնենք։ Ես այս 9 հայեր թատրոնի մեջ, թատերախաղի մեջ ցենք շատ փոքր թերմ ունիմ։ Քաղաքտականի մթերը, որ անունը Մարտմն է, ուրեմն Երևանի մեջ չկա որ քաղաքտական դժվար գացության մեջ եղած է եւ օգնություն կհայցե մարդոց մեկ։ Ասեք գլխավոր տերս։ Բարևամ մարդ, ես Ռաֆին եմ, 11 տարեկան տղամն եմ, որ սպիրկահայ ընտանիքի մը զավակն եմ եւ իմ ընտանիքս բավական փորձառություններ է կանցնի եւ ես երբեմն կփորձեմ մտնոլորտը լավացնել։ Բարև, ես շաբաթ օրվա Ռաֆին եմ, Ռաֆին 11 տարեկան տղամն է եւ ես շատ կսիրեմ ռոլեր սկեյթնել։ Ես կխաղամ Ջինին թերը։ Ջինին ցեղասպանության է վերաբրողի մթորնիկն է, որուն բավական տեղեկություն չէ դրված իր բապմության մասին, ուրեմն ինքը իր քրոջ հետ կփորձե իդ իր արմատները գտնել։ Բարև, ես Անին եմ, Անին Ջանին եւ Արմինեին թուստրն է, շատ կամագոր եւ համար աղջիկ մն է եւ իր ինքնությունը կփնտրե թատրոնի մեջ։ Ուրեմն ես Վարդանն եմ, որ 3 թորնիկ ունի եւ մտավորական քիրքեր գրած են։ Հիմա բնականաբար Գաբրիմ Ամերիկայի նահանգներն Նյու Ջերսիի շրջանը եւ գուզեմ որ իմ թորնիկներս ալ գիտնան Հայաստանը ուր է իրենց պատմությունը, իրենց ավական եւ իրենց անցյալը։ Ուրեմն Մարին ասենք ընտանիքի եւ դան սյունն է, գաբն է անցյալի ողբերգական եւ ամերիկացած ասենք ներկա կյանքին իր լուր ասենք նկարագրի մեջ կբահե շատ տխուր բաղմությունը եւ այդ տխուր բաղմությունը ինչպես պիտի հաղթարե իր ցերկերը մարզելով։ Անշուշտ նաեւ կփորձե հայերենը եւ բաղմությունը փոխանցել իր տորնիկներուն։ Ես Լուիզն եմ։ Ես Ալգարոն եմ։ Ուրեմն ամուսնացած ենք ունենք։ Զավակ չունենք։ Այո։ Կպնակինք Ամերիկա, Նյու Ջերսի։ Եվ մաս կգազմենք այս մեծ 9 անդամնոց ընտանիքին։ Այո։ Եվ շատ հետաքրքրական պատմություն է, որ անցյալը ներկային կմիացնե։ Այո, անցյալով հաջող կապրին, քիչ մխնդություններ, քիչ մտերմայրումներ եւ այսպեսով կյանքը կընթանա։ Ճիշտ։ Նախ ասեմ, որ վերջին 15 տարվան ընթացքին իմ փեմատրած տադերախաղերես որևէ մեկը հայկական չի եղած։ Այս մեկը թարգմանություն է, բայց հեղինակը հայ է։ Եվ երկար ժամանակի վեր ես կփնտրեի հայկական թատերախաղը, որ մեր այսօրվան կյանքին հետ կապ ունենար։ Եվ վերջը միտքս ինգավ այս թատերախաղը, որ շատոնց կարդացած էի եւ շատ սիրած էի օրին 9 հայեր։ Լեզլի Այվազյան ամերիկայի դիգիմն է, որ գրած է այս թատերախաղը, ինք թատերակիր է եւ նաեւ դերասանուհի եւ Կոլոմբիայի մեջ ալ այսօր տերագադարություն գտասավանտ է։
Ուրեմն հայկական բաժինը աս թատերախաղին այն է, որ 1992 է եւ Հայաստանը նոր անկախացած է եւ Ամերիկահայ ընտանիքի 3 սերունդի անդամները 9 հոգի իրենք կգտնեն նոր գացության մարչև անկախ Հայաստան, ուր իրենք ստիպված են հիմա Ամերիկայի մեջ հաշվի նստել Հայաստանի անկախության հետ եւ ադիգա ինչպես իրենց կյանքին վրա աստեցություն կփանեցնե եւ նորություններ կբերե։ Մոդավորապես ասե ուրեմն թատերախաղի նյութը, այս թատերախաղն ալ ուրախ վարգյաններով լեցուն է, նաեւ ունի դխուր բահեր եւ այդ բոլորի մեջ են գծնի հայկական իրականությունը եւ հայկական կյանքը։ Քալով տերասաններուն ընդհանրապես ես կսիրեմ նույն տերասաններուն հետ աշխատել, այսինքն այն տերասանները, որոնք արդեն իմ թատերախաղերուս մեջ թեր վերցուցած են։ Բադայինները նոր ջանցա եւ պետք է ասեմ, որ իսկապես շատ լավ դպավորված են իրենց պատրաստակամութեն են, բոլոր իրենց չանքեր են, որ լավ խաղան իրենց տերերը, արագ սորվել են եւ երանդ են։ Ադիգա ինձի նաեւ կներշնչե, որ ես ավելի հավելյալ թափ, հավելյալ ջիկ թափ եմ իրականացնելու այս ուրեմն ներկայացումը։ Մնացյալ տերասաններուն հետ դարիներու ընթացքին ոմանց հետ 40 տարի եւ ավելի, ինչպիսին օրինակ Ղազար Կալայջյանը, այնպես որ բոլորն ալ ինձ համար սիրելի թեմքեր են եւ գուսամ որ ասնոր թեմքերը որ կմտնեն թատերախումբի մեջ բադայիները մանավանդ հաջորդաբար ուրիշ թատրոններու մեջ եւս թեր կստանցեն։ Քալով փեմի յետև աշխատողներուն անոնք ալ ինձի շատ վստահելի երդասարտներ եւ փորձարու փեմի յետև աշխատողներ եղած են եւ այսօր ալ դակավին գոկնեն ինձի որ աս ներկայացումը հաջողի։ Ուրեմն շատ անհամբեր ենք ցեզի տեսնելու ապրիլ 18 եւ ապրիլ 19 շաբաթ եւ գիրագի երեկոյան ժամը 7:30 ասրահին մեջ Բաստր Մաջյան ծեր դոմսերը ապահովելու համար գտնակ հերացանել աստիվերուն։